Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն շտաբի պատվիրակության հետ։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջան-ՆԱՏՕ ռազմական եւ ռազմակրթական ոլորտներում գործակցության շուրջ, քննարկվել են հետագա աշխատանքները։ Զաքիր Հասանովի խոսքով երկկողմ հարաբերություններն արժեքավոր ներդրում ունեն զինվորական կադրերի զարգացման գործում։ Դաշինքի պատվիրակությունն էլ բարձր է գնահատել Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի գործակցության ընդլայնումը։ Ռուսաստանն ու նրա պրոքսիներն ակտիվացնում են ապատեղեկատվական արշավը, այդ թվում Հայաստանում հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Մոլդովան այս տարվա առաջնային թիրախն էր, բայց նաեւ լավագույն ապացույցը, որ այդ մարտահրավերը կարելի է հաղթահարել, նշել է Կայա Կալասը։ Նա շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին արտաքին միջամտության դեմ պայքարն օրակարգում պահելու եւ հակազդման մեխանիզմներ ընդունելու համար։ Մենք կշարունակենք մոբիլիզացնել արտաքին ծառայության ռեսուրսները աջակցելու քաղաքացիական հասարակությանը եւ ազատ լրատվամիջոցներին, ասել է դիվանագետը։ ԱՄՆ նախագահը Պոլիտիկոյի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ նշանակել, թեև ըստ Ուկրաինայի օրենսդրության ռազմական դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել։ Նրանք օգտագործում են պատերազմը ընտրություններից խուսափելու համար, բայց կարծում եմ ուկրաինացի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա եւ գուցե Զելենսկին հաղթի, հավելել է Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը խոսելով ռուս-ուկրաինական կարգավորման հեռանկարից կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն այժմ ավելի ուժեղ բանակցային դիրքում է։ Նա խորհուրդ է տվել Զելենսկուն ընդունել կարգավորման Վաշինգտոնի ծրագիրը, որն այդ թվում տարածքային զիջումներ է նախատեսում։ Թրամփը նաև դատապարտել է Եվրոպայի վարած քաղաքականությունը, նշել, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Ուկրաինայում իրավիճակը կարող էր վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի, բայց դա հավանաբար հաջողվել է կանխել, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ։ Քննարկվել են ԱՄՆ-ի հետ հետագա համատեղ աշխատանքները, անդրադարձ է եղել Ուկրաինային ռազմական աջակցության հեռանկարին։ Զելենսկին հավելել է, որ այժմ Եվրոպան եւ Կիևը մշակում են հակամարտության կարգավորման ծրագրի իրենց տարբերակը։ Եվրոպայի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև միասնությունը շատ կարեւոր է, շեշտել է նախագահը։ Զելենսկին հիշեցրել որ պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագիրը Կիևի ջանքերով փոխվել է, խնդրահարույց կետերը հանվել են։ Նրա խոսքով անվտանգության երաշխիքների դիմաց տարածքներից հրաժարվելու հեռանկարը բացառվում է, թեև Կիևին առաջարկում են դուրս գալ Դոնեցկից եւ զիջել Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Թրամփը պատերազմի դադարեցման իր տեսլականն ունի, որը տարբերվում է Կիևի դիրքորոշումից, մտահոգություն է հայտնել նախագահը։ Լոնդոնից հետո Զելենսկին մեկնել է Բրյուսել բանակցել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ։ Զելենսկին հանդիպել է նաեւ Հռոմի Պապին, բարձր գնահատել Լևոն 14-րդի եւ Սուրբ Աթոռի աջակցությունը հատկապես հումանիտար հարցերում։ Հռոմի Պապն էլ հույս է հայտնել, որ ներկայիս դիվանագիտական նախաձեռնությունները կհանգեցնեն արդար եւ երկարատև խաղաղության։ Հունգարիայի վարչապետը, որը պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա եւ հանդիպել Ռեջեփ Էրդողանի հետ, հայտարարել է. Ուկրաինայում պատերազմը ռազմական լուծում չունի։ Վիկտոր Օրբանը բարձր է գնահատել Թուրքիայի նախագահի ներդրումը կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով Էրդողանի միջնորդական ջանքերն ամենահաջողն են։ Օրբանը նաեւ նշել է, որ թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից։ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ նորազգային անվտանգության ռազմավարությունը, որը ըստ տարբեր գնահատականների նախազգուշացում է Եվրոպայի համար եւ երկկողմ հարաբերությունները վերաիմաստավորելու ազդանշան է։ Մարիա Զախարովայի խոսքով կարևոր է, որ Ռուսաստանը փաստաթղթում հիշատակվում է համաեվրոպական անվտանգության համատեքստում, իսկ Մոսկվային զսպելու կամ տնտեսական ճնշումն ուժեղացնելու կոչերը բացակայում են։ ԱԳՆ խոսնակը նաեւ համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև հակասությունները խորանում են։ Եվրոպան ըստ պաշտոնյայի ցանկանում է խափանել ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան նախաձեռնությունները։ Իսրայելական ուժերը հայտարարել են Լիբանանի հարավում Հեզբոլահի օբյեկտներին հարվածելու մասին, ցահալի տվյալով թիրախում են եղել ուսումնական կենտրոն եւ ռազմական այլ օբյեկտներ, որոնք օգտագործվել են իսրայելցի զինվորականների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։ Արաբական զլմները հայտնում են, որ Լիբանանի Նաբատիե նահանգում տուն է պայթեցվել։ Իսրայելական ուժերի թիրախում են հայտնվել նաեւ Լիբանանի հարավային շրջանները։ Ըստ երկրի առողջապահության նախարարության, չնայած հրադադարին 1 տարվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 300-ից ավելի
ավելի մարդ։ Նաև տեղեկություններ կան, որ իսրայելական ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավային Քունեյթ նահանգում, հաղորդվում է տուժածների մասին։ Տեղական զլմների տվյալով իսրայելական կողմը անցակետեր է տեղադրել եւ զորաշարժեր է իրականացնում։ Զուգահեռ ՄԱԿ-ն էլ դատապարտել է Արևելյան Երուսաղեմում գտնվող Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալության համալիր իսրայելական ուժերի ներխուժումը եւ շենքի վրա իսրայելական դրոշի տեղադրումը։ Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իսրայելին հարգել միջազգային իրավունքը։ Թայլանդի եւ Կամբոջայի միջև լարվածությունը պահպանվում է։ Բանգկոկը մեղադրել է Կամբոջայի բանակին հակահետևակային արգելվածականներ օգտագործելու համար։ Կամբոջայից պնդում են, որ Թայլանդը սահմանին թունավոր նյութեր է ցողել։ Հաղորդվում է, որ հրթիռային հարվածներից Կամբոջայում զոհվել է 7 մարդ, վիրավորվել 20-ը։ Թայլանդում տուժել է 29 զինվորական։ Սահմանամերձ տարածքներից հազարավոր մարդիկ տարհանվել են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վիճելի սահմանի երկայնքով բախումները վերսկսվել են։ Երկրները հոկտեմբերին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ընդլայնված խաղաղության համաձայնագիր էին ստորագրել։ Նոյեմբերին թայլանդցի զինվորի կյանք խլած պայթյունից հետո Թայլանդը հայտարարել է, որ դադարեցնում է Կամբոջայի հետ հրադադարի ռեժիմի պահպանումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։